Մատթեոս 4 Հիսուսի փորձությունը անապատում։ Դրանից հետո Հիսուս անապատ տարվեց հոգուց, սատանայից փորձվելու, և 40 օր ու 40 գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եվ փորձիչը, սատանան, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց և ասաց. «Գրված է, միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Ապա սատանան նրան տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան. «Եվ եթե Աստծո որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է. իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Հիսուս դարձյալ նրան ասաց. «Գրված է. քո Տեր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առավ տարավ մի շատ բարձր լերան վրա և ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը և նրան ասաց. «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետնին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Հիսուս նրան ասաց. «Ետևս գնա, սատանա, որովհետև գրված է. պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն նրան պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց, և ահա հրեշտակներ մոտեցան ու ծառայում էին նրան։ Քարոզչություն Գալիլեայում։ Եվ երբ Հիսուս լսեց, թե Հովհաննեսը բանտարկվել է, մեկնեց գնաց Գալիլեա, և թողնելով Նազարեթը, եկավ բնակվեց Կափառնայումում, ծովեզերքի մոտ, Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններում, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի բերանով ասված խոսքը. «Երկիր Զաբուղոնի և երկիր Նեփթաղիմի, ճանապարհ ծովի, մյուս ափը Հորդանանի, Գալիլեա, հեթանոսների, խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ, և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Դրանից հետո Հիսուս սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Ձկնորսներից առաքյալներ։ Մինչ Հիսուս Գալիլեայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում, և նրա եղբայր Անդրեասին, ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին, և նրանց ասաց. «Իմ հետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ Եվ նրանք իսկույն թողնելով ուռկանները, գնացին նրա հետևից։ Եվ այնտեղից առաջ գնալով, տեսավ երկու այլ եղբայրների՝ Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, մինչ նավակի մեջ էին իրենց հոր Զեբեդեոսի հետ միասին, և իրենց ուռկանները կարգի էին բերում, և նրանց էլ կանչեց։ Նրանք իսկույն թողնելով նավակը և իրենց հորը, գնացին նրա հետևից։ Եվ Հիսուս շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու բոլոր ախտերը։ Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ ասորիքում, և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին պես-պես ցավերով ու տանջանքներով, և դիվահարների, և լուսնոտների, և անդամալույձների, և նրանց բժշկեց։ Եվ Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից և Հորդանանի մյուս կողմից բազում ժողովուրդ նրա հետևից էր գնում,
և բժշկեց նրանց։